Գյումրիում ընդդիմություն դարձած քաղաքացիական պայմանագիրն այսօր կողմ քվեարկեց Ավագանու արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված բոլոր հարցերին, բացառությամբ մեկի՝ ձեռնպահ քվեարկեցին Գյումրիի Ճերմակ հիվանդանոցի շենքը վաճառելու որոշումը չեղարկելուն, քանի որ հստակ չէր կլինեն ներդրողներ, թե ոչ։ Նիստը հաշտ ու համերաշխ մթնոլորտում էր անցնում մինչ այն պահը, երբ ՔՊ խմբակցությունից Քնարիկ Հարությունյանը հիշեցրեց, որ նախկին Ավագանու ժամանակ, երբ իրենք քաղաքային իշխանություն հիվանդանոցի շենքը վաճառելուն կողմ են եղել, քանի որ այդ գումարներն ուղղվելու էին սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը։ Հարությունյանը համայնքի գույքը ետ վերադարձնելու Ղուկասյանի նախաձեռնությունը ողջունեց ու հարցրեց, թե ինքը քաղաքապետ Վարդան Ղուկասյանը երբ է պատրաստվում Գյումրիին վերադարձնել այն գույքերը, որոնք տարիներ առաջ սեփականաշնորհել է։ Չեմ ուզում այն փորձը շարունակենք, երբ ինչ-ինչ ճանապարհներով եւ ինչ-ինչ մեխանիզմներով համայնքային գույքը օտարվել է եւ հետո հայտնվել է այս կամ այն մարդկանց ձեռքին, բայց նաեւ ողջունում եմ պարոն Ղուկասյան ձեր մտածումը, որ դուք ուզում եք համայնքային գույքը հետ վերադարձնել, ես նաեւ ձեզ առաջարկում եմ հետ վերադարձրեք նաեւ դատարանի նախկին շենքը, հետ վերադարձրեք համայնքին նաեւ կենտրոնական զբոսայգու այն 5 հողակտորները, որոնք օտարվել են եւ հետո Ամբերտ ընկերությանն է օտարվել եւ հետո տարբեր սխեմաների, այսպես նվիրատվությունների տեսքով ամեն դեպքում դարձել են ձեր եւ ձեր ընտանիքի սեփականությունը, կարծում եմ լավ նախաձեռնություն է եւ եթե դուք նաեւ համայնքին վերադարձնեք այդ եւ այլ գույքեր, սա նաեւ լավ օրինակ կլինի բոլոր այն մարդկանց համար, ովքեր ամենատարբեր սխեմաների միջոցով համայնքային գույքը օտարել են եւ դարձել են այդ համայնքային գույքի սեփականատերերը։ Ղուկասյանը արձագանքեց, թե կենտրոնական այգին ծառահատումներից իրենք են եղբայրներով պահել, իսկ հողը Թումոյին է տրվել։ 10 հեկտարն է 6 հեկտար է, որից 5.5 հեկտարը պատկանում է Թումո կենտրոնին, իսկ ինչ մնում է դատարանի շենքը եւ նմանատիպ շենքերը ուրեմն օտարվել է մարդկանց, որոնք սկսել են կառուցապատում անել։ Այն ժամանակ ուրեմն այդ շենքը, որ այդտեղ կա, նկարները հաջորդ անգամ կամ եթե հիմա գա ցույց կտանք, թե ինչ վիճակի մեջ է եղել, ու հետո ես քաղաքապետ չեմ եղել, այդ շենքը գնել է, հասկանալի է, եւ մենք փրկել ենք այդ շենքի կյանքը։ Գյումրիի Ավագանին անցած տարի վարչական դատարան դիմեց Գյումրիի նախկին քաղաքապետեր Սամվել Բալասանյանի ու Վարդան Ղուկասյանի օրոք օտարված 22 անուն գույք համայնք ետ վերադարձնելու պահանջով։ Ղուկասյանին հարցրինք, հնարավոր է մինչև դատարանի որոշումը ինքնակամ գույքը համայնքին վերադարձնի։ Մենք այդ գույքը ինչ որ ձեռք ենք բերել, այդ գույքը հեչ կապ չունի այդ ձեր ասածների հետ։ Ուրեմն եթե այս քաղաքը չգիտի թե զբոսայգին գորկա այգին ով է պահե, ով է աշխատացել է մինչև այսօր, օազիսը ով է սարքել, Սայաթնովան ով է սարքել, եթե դրանով պիտի դուք մտածեք, որ դա գույքի հետ վերադարձնել է, ուրեմն դա ընդամենը շոու սարքել է, իրենց գողությունը պահելն է, իրենց այլանդակությունները պահելն է, գցում են մեկ ուրիշների վրա, ոնց որ հիմա լույսը սարքում են խավար, խավարը սարքում են լույս, այ եթե այդ սկզբունքով է, միանշանակ դա մեզանից հեռու է, դա մեր վրայով չի։ Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանից էլ Ավագանին պահանջում է վերադարձնել Սևբերտ ամրոցի հարակից հողատարածքները, ինչի օտարման համար Սամվել Բալասանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, մեղադրյալի կարգավիճակ են ստացել նաև կրտսեր որդին ու մերձավորները։ Ղուկասյանն այսօր Սևբերտի մասին խոսելիս ասաց, թե բավականին լուրջ ներդրում է արվել, թեև Սամվել Բալասանյանին չի հարգում։ Ես իրեն էլ չեմ ընդունում, չեմ հարգում ընդհանրապես, իր աբրածը իմ նկատմամբ ինչ որ արել է, ես իրան չեմ հարգում, բայց որ ճիշտ է, ճիշտն եմ ասում։ Նմանատիպ կառույց, որ կառուցել է հանրապետությունում չկա, այդ էլ ասեմ ձեզ, բայց այն դիմացի, որ կանաչ տարածքների մեջ շենքշինություններ է կառուցել, այդ դրանք ուրիշ բան է։ Ավագանու նիստում փողոցաշինության սուբվենցիոն ծրագիրը հաստատվեց։ ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանն առաջարկեց Ավագանու անդամներից հատուկ հանձնաժողով ստեղծել, որակը վերահսկել։ Որ պարտադիր ավագանիների կողմից նաև վերահսկվի այս փողոցաշինության ծրագրերը եւ անպայման ավագանիների ստորագրությունը լինի տունման հանձնման հաստատքներում։ Ավագանու անդամները լրացուցիչ ովքեր ուզում են ընդգրկվեն, ուրեմն ունենան այդ հնարավորությունը եւ վերջում էլ իրենց ստորագրությունները տա գտնեն, շատ ուրախ կլինեն, դա օգուտ է միանշանակ
քաղաքին եւ քաղաքապետարան։ Ավագանու արդեն հերթական նիստին Գյումրիի համայնքի բյուջեն է ներկայացվելու հաստատման։ Ղուկասյանն արդեն հայտարարում է, թե համայնքապատկան բոլոր կառույցներում 20-ից 30%-ով աշխատավարձերը բարձրացնելու են, թեև նախընտրական շրջանում 50%-ի բարձրացում էր խոստացել։